Ճիշտ ասած, ես չեմ խնդրել Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումը, դա ազգային ժողովի նախաձեռնությունն է, այսինքն նախաձեռնության հեղինակը ինքն է, պարոն Ռուբինյանն է, եւ ոչ թե նախաձեռնել է ինձ հետ հանդիպում, այլ քաղաքացիների ընդունելություն։ Եվ ես ծանոթանալով ազգային ժողովի կայքից, պարզապես գրանցվել եմ եւ ներկայացել եմ ընդունելության։ Հիմա եթե ինքը իր իսկ հրավիրած ընդունելությանը չմասնակցի, պիտի հասկանանք ինչի պիտի լինի, կարծում եմ, որ պետք է գա եւ մասնակցի։ Ինչ հարց եք բարձրացնելու Ռուբինյանին։ Ես ասել եմ, հիմնական հարցը, որ ես այսօր ունեմ քննարկելու բոլոր падգամավորների հետ, այդ թվում եւ падգամավոր Ռուբինյանի հետ, դա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ իր դիրքորոշումն է։ Ես իրենից գրավոր իմ նամակին պատասխան չեմ ստացել։ Նախ ուզում եմ հասկանալ, թե ինչ վիճակում է իմ գրությունը, ինչ ինքը նրան չի պատասխան։ Արսեն Թորոսյանը պատրեց այդ գրությունը։ Արսեն Թորոսյանը պատրեց կամ падգամավորներ, որ գրավոր պատասխանել են, բայց Ռուբեն Ռուբինյանը, որ չնայած որ ինքը падգամավորնելու նաև ազգային ժողովի փոխնախագահ ունի խորհրդական, օգնական գործավար, ես ուրեմն այս ամբողջ աշխատակազմով հանդերձ ինչի չեն կարող մի նամակի պատասխան գրեն։ Եվ նաև կարևորը նամակի բովանդակությունն է։ Իր այդ լրացուցիչ եւս երկու հարց ունեմ քննարկելու։ Մեկը պայմանավորված է իր կարգավիճակով հայ-թուրքական գործընթացում իր ներգրավվածության օրինականության, սահմանադրականության հետ կապված հարց ուզում եմ իրենից բարձաբանումներ ստանալ, եւ նաև ինքը ընդգրկված է ազգային ժողովի նախագահի որոշմամբ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում։ Ուզում եմ իմանալ նաև որպես падգամավոր ինքը ինչ ֆունկցիաներ է կատարում այդ հանձնաժողովում։ Պարոն Ղազարյան, մի քիչ առաջ, երբ որ հանդիպում եք մյուս падգամավորների հետ, նշեցիք, որ Ռուբեն Ռուբինյանը ստում է, ուզում եք իմանալ, թե ինչի է ստում, խաբում է։ Ինչի նկատի ունեք, երբ որ ասեցիք, մի փոքր առաջ ճեպազրույցի ժամանակ նշեցիք, ինչ-որ հարցերի պատասխաններ եք ուզում ստանալ Ռուբինյանից, թե ինչի է խաբում, ինչի նկատի ունեք, ինչն է օրինակ խաբում, որ ուզում եք այդ պատասխանները ստանալ։ Խաբում է։ Հիշեցեք ինչ կոնտեքստում ասել, որտեղ իրանք ընդհանրապես մեր ժողովրդին շատ են խաբել։ Հիմնական խաբեությունը կայանում է դրանում, թե իրանք ինչ խոստումներ են տվել մեր ժողովրդին եւ ինչ են կատարում։ Ու եթե պարզվում է, որ իրանք իրենց խոստումները չեն կատարում, ուրեմն դա խաբեություն եւ խարդախություն է։ Օրինակ Ռուբեն Ռուբինյանը եղել է նաեւ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ եւ վարել է Հայաստանի արտաքին քաղաքականություն։ Ես ուրեմն ինքը ինչ քաղաքականություն է իրականացրել, որ հիմա չի իրականացում։ Եվ պատճառն ինչ է, ասենք օրինակ 19 թվականին իրենց իշխանությունը խոսում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության ճանաչման, Արցախի եւ Հայաստանի հարաբերությունների ավելի մերձեցման, զարգացման մասին։ Հիմա ես ուրեմն ինչի դրա մասին չեն խոսում։ Եթե չեն խոսում, ուրեմն խաբում են, խարդախություն է դա։ Դե հասկանանք, իրենք իրավունք ունեն արդյոք խաբել մեր ժողովրդին։ Իրենք խոստումներ են տվել։ Ռուբեն Ռուբինյանը ընդգրկված է եղել իմ քայլը ներողություն քաղաքացիական պայմանագիր խմբակցության համամասնական ցուցակում 21 թվականի ընտրություններում ունեն նախընտրական ծրագիր։ Խոստումներ են տվել մեր ժողովրդին։ Հիմա ուզում եմ իմանամ իրենց խոստումները կատարում են թե չեն կատարում։ Բայց թե չեն կատարում, ո՞ս կարելի է որ հանրային ծառայողը խափի մեր ժողովրդին խոստում տա ու չկատարի։ Կպարզել է ամեն ինչը։ Մենք իրանց այնպես չի էլի, որ իրանք սենց են անում, մենք հաշտվենք այդ իրենք ովքեր են, ընդհանրապես հանրային ծառայողներ, սովորական մարդիկ, որոնք պարտավոր են մեզ ծառայություններ մատուցել, եւ այդ ծառայությունները պետք է լինեն իրենց խոստումներին, իրենց պարտականություններին համահունչ եւ լինեն որակյալ։ Եվ այդ հարցերը մենք իրենցից պետք է պարզենք բոլոր նման հնարավոր առիթներով։ Նաև նշեցիք, որ կարող էր օրինակ ձերտում հեիք հրավիրում, ասում եք կարող էր կա, որպեսզի այսօր եթե անակնկալի չկա, ինչի պետք է անակնկալ։ Դե տուն ասել նկատի ունեմ, պատրաստ եմ իրան նախապես ասել, թե ինչ հարցեր եմ պատրաստում իր հետ քննարկել, այսինքն նեք ես տեսեք հիմա ինքը ուղիղ եթեր երևի շատ լրատվամիջոցներ, միգուցե հնարավորություն հիմա լսելու։ Ես առավոտյան եմ ասել, թե ինչ հարցեր եմ պատրաստում իր հետ։ Տաղածը գնալուց խոսեցիք, որ զգուշացնի, որ կարող է այսօրվա հանդիպումից հետո ինքը ներկայանա ազգային անվտանգության ծառայություն, եթե բարեխիղճ գտնվի, անկեղծ ասած ես այդ եմ ակնկալում, որ ներկայանա իր ենթադրյալ հանցանքներով ինքնախոստովանական ցուցմունքներ տա եւ իրան ձերբակալեն, որովհետեւ ինքը իմ տպավորությամբ սահմանադրական կարգի տապալման ուղղված ենթադրյալ հանցագործություններ է կատարում։ Եվ ես այդ ամեն ինչը շատ պարզ եմ, այսինքն անակնկալներ չունեմ իրան մատուցելու, էլի որ ասեմ չեմ ասի հիմա ինչ եմ խոսելու, երբ որ հանդիպենք այդ ժամանակ ոչ։
Շատ բարձ բաներ է, այսինքն այնպես բաներ է, որ հիմա էլ կարամ ասեմ, իր այդ հանդիպելուց եմ նույնը ասելու, հանդիպումից հետո էլ եմ նույնն ասելու, որովհետև դրանք անձնական բնույթի հարցեր չեն, պայմանավորված են նաև իր որպես հանրային ծառայողի գործունեության հետ։ Պարոն Ղազարյան, դուք առաջին անգամ չէ որ Նիկոլ Փաշինյանի անվստահության վերաբերյալ որևէ բարձրաձայնում եք այդ հարցը, ինչ հույս ունեք այս ամենից, այս հանդիպումից ինչ հույս եք ունենալ։ Կոնկրետ այս հանդիպումից։ Այո։ Հանդիպումից իմ տպավորությունները կարող եմ ասել հանդիպումից հետո նախնական իմ նպատակն է նա, որ ես բոլոր պատգամավորներին, ում հետ որ հնարավոր է հանդիպել, հիմնավորեմ այն առաջարկությունը, որ ես իրաց ներկայացրել եմ։ Եվ եթե իրանք ունենան դրան հակադիր փաստեր, ինձ հետաքրքիր է դրանք լսել։ Ես եմ շնորհակալ։